Իմաստուն մանուկը, հեղինակ Խնկո Ապեր, Կովկասյան հեքիաթներից։ Արևելքի թագավորը պատճառ էր փնտրում, որ արևմուտքի թագավորի հետ կռվի։ Գիր ուղարկեց ու միջին էսպես գրեց. «Արևմուտքի թագավոր, քո ձին, որ էդտեղ խրխնջաց, իմ ձին էստեղ վախեցավ»։ Արևմուտքի թագավորը չհասկացավ արևելքի թագավորի միտքը, կանչեց իր նազիր վեզիրներին, որ բացատրեն, թե ինչ է ուզում ասի արևելքի թագավորը, բայց ոչ ոք չկարողացավ բացատրել։ Տեսավ, որ չի լինի, դեսպաններ ուղարկեց, գյուղ ու քաղաք, որ մի այնպիսի իմաստուն մարդ գտնեն, որ կարողանա արևելքի թագավորի միտքը իմանա։ Դեսպանները շատ ման եկան, դես ու դեն ընկան, բայց մի մարդ չգտան, որ արևելքի թագավորի միտքն իմանա։ Վերջը մի գյուղի մոտով անցնելիս տեսան, որ մի մանուկ քարի վրա նստած է։ «Այ տղա», հարցրին դեսպանին, «ուր է հայրդ»։ «Հայրս», պատասխանեց մանուկը, «վեճ է ցանում»։ «Ինչպես թե վեճ է ցանում, այդ ի՞նչ է նշանակում, բացատրի», խնդրեցին դեսպանները։ «Այ էս ճամփի վրա», շարունակեց մանուկը, «հայրս բոստան է դրել, անցնող դարձողը մտնում է, գազար է հանում, վարունգ է քաղում, սոխ է պոկում, հայրս էլ նրանց հետ շարունակ վիճում է ու կռվում»։ «Մայրդ ուր է»։ «Մայրս էլ արցունք է փող տալիս»։ «Էդ ի՞նչ է նշանակում»։ «Այ թե ինչ է նշանակում, գյուղում մեկը մեռնելիս մայրս գնում է մեռելատերի հետ լաց է լինում, արցունք փող տալիս»։ Դեսպանները տեսնում են, որ այդ տղան շատ սրամիտ և իմաստուն տղա է։ Մտքներումն ասում են՝ կա չկա, էս տղան կբացատրի արևելքի թագավորի առաջարկությունը։ Վեր են առնում մանկանը, տանում թագավորի մոտ ու պատմում թագավորին հալ-հեքիաթ, էսպես որ էսպես։ «Մանուկ», ասում է թագավորը, «թե որ կարողանաս արևելքի թագավորի միտքը բացատրես, իմ թագավորության կեսը քեզ կտամ։ Արևելքի թագավորը ինձ գիր է գրել, թե քո ձին էդտեղ որ խրխնջաց, իմ ձին էստեղ վախեց։ Սա ի՞նչ է նշանակում, էդպես բան կարելի է»։ «Թագավորն ապրած կենա», ասում է մանուկը, «արևելքի թագավորը պատճառ է փնտրում, որ քեզ հետ կռվի։ Ուղարկիր 300 ձիավոր, թող նրանք գնան, մտնեն թագավորի մայրաքաղաքը ու շներին կոտորեն։ Գանգատը անշուշտ կհասնի թագավորին, թագավորը նրանց կկանչի իր մոտ, թող ձեր ձիավորները ասեն, մեր թագավորի ոչխարի հոտի մեջ մտան գայլերն ու կոտորում են թշվառ ոչխարներին։ Մենք որքան ձայն տվինք հովիվների հետ, օգնության կանչեցինք ձեր շներին, ձեր շները չեկան ու չեկան, դրա համար էլ եկանք ու կոտորեցինք նրանց»։ Թագավորը կզարմանա և կասի. «Այդ ինչպե՞ս կարելի է, էնտեղից էստեղ ձայն կհասնի»։ Թող ձեր մարդիկ էլ ասեն, էդ ինչպե՞ս է, որ մեր թագավորի ձին էնտեղ խրխնջալիս, ձեր ձին էստեղ կվախենա ու ձեր շները մեր հովիվների ձայնը չեն լսի»։ Արևմուտքի թագավորը էդպես էլ արավ։ 300 ձիավոր գնացին արևելքի թագավորի քաղաքը և կոտորեցին շներին։ Թագավորը նրանց կանչեց և բացատրություն պահանջեց։ Ձիավորներն ասացին. «Թագավորն ապրած կենա, էդ ինչպե՞ս է, որ մեր թագավորի ձիու խրխնջոցը ձեր ձին կլսի ու մեր հովիվների ձայնը ձեր շները չեն լսի, որ չեկան թշվառ ոչխարներին գայլերից ազատեն»։ Արևելքի թագավորը էստեղ մատը կծում է ու հասկանում, թե բանն ինչումն է։ Ձիավորներն ազատ վերադառնում են իրենց թագավորի մոտ։ Միառժամանակ անցնելուց հետո արևելքի թագավորը ուղարկում է արևմուտքի թագավորին 2 աղավնի, երկուսն էլ միատեսակ։ Մեկը իրենն է լինում, մյուսը գյուղական, և պահանջում է, որ իմանան, թե որն է թագավորականը և որը գյուղականը։ Թագավորը նազիր վեզիրները չեն կարողանում իմանալ, թե աղավնիներից որն է թագավորինը, որը գյուղական։ Դարձյալ դիմում են մանկան։
Մանուկը այսպես է ջոկում աղավնիները, ասում է. «Մի տան մեջ կրակ արեք, թող ծուխը բարձրանա, որ աղավնին, որ ուշաթափվեց, գետին ընկավ, իմացեք, որ նա է թագավորականը»։ Ինչպես մանուկն է ասում, այնպես էլ անում են։ Արքունական աղավնին ծխին անսովոր է լինում, չի դիմանում, ծխից ուշաթափվում է ու ընկնում գետին։ Գյուղացու տանը մեծացող աղավնուն ծուխը չի ազդում։ Արևելքի թագավորը տեսնում է, որ չի լինում, մի երկաթե տախտակ է ուղարկում արևմուտքի թագավորին, որ սա մի վերարկու կարի և ուղարկի իրեն։ Արևմուտքի թագավորը իմաստուն մանկան խորհրդով ուղարկում է իր թշնամուն մի մեծ ժայռի կտոր, որ սա թել պատրաստի այդ ժայռից վերարկուն կարելու համար։ Արևելքի թագավորը նորից մի առաջարկություն է անում արևմուտքի թագավորին, ահա թե ինչ. «Ուղարկիր ինձ մի այնպիսի եզ, որ ոչ սև լինի, ոչ սպիտակ, ոչ կարմիր, ոչ մոխրագույն, վերջապես ոչ մի գույն չունենա»։ Արևմուտքի թագավորը դարձյալ իմաստուն մանկան խորհրդով գրում է արևելքի թագավորին. «Արևելքի թագավոր, եզը պատրաստ է, մի մարդ ուղարկի, որ գա եզը տանի, միայն այնպիսի ժամանակ գա, որ ոչ առավոտ լինի, ոչ կեսօր, ոչ երեկո, ոչ գիշեր և ոչ կեսգիշեր, ոչ լույս և ոչ մութ»։ Արևելքի թագավորը իմանում է, որ ուժի դեմ ուժ կա, էլ կռվի չի գալիս արևմուտքի թագավորի վրա։ Արևմուտքի թագավորն էլ իր թագավորության կեսը տալիս է իմաստուն մանկանը, նրան անում է իր առաջին խորհրդատուն, հորն ու մորն էլ մոտ է բերել տալիս։ Ահա և այս գեղեցիկ ստեղծագործությունն ավարտվեց։ Եթե հավանեցիք այն, բաժանորդագրվեք իմ ալիքին նոր ու հետաքրքիր տեսանյութեր դիտելու հնարավորություն ունենալու համար։